Ժողովուրդ մայիսի 18-ին ժամը 7:30 եկեք սաղը Grand Stage Stand Up and Jazz Կարո Սարաջան և Արմեն Բաբասյան և երգեր ձեր խոնարհ ծառան եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնեք լավ օր ունենաք մոռացեք ձեր բոլոր խնդիրները Տոմսերը թիկետ մի գնում առը գնեք մի քիչ իրար ուրախալակ ինչ եք նստել դուրակ քեզ բան Take a lap swing of an empty lap swing Dolly, you will never go away Hello, Dolly, this is Louis Dolly, it's so nice to have you back where you belong You're looking swell Dolly, I can tell Dolly, you're still glowing, you're still glowing You're still going slow I feel the room swing while the band plays Our old favorite song to wake up there So take a rap spell Find an empty lap spell Darling we'll never go away again Սիրելի հայրենակիցներ և հետևորդ Հիշեցնեմ որ ամսի 18-ին խաղալու եմ Stand Up and Jazz ներկայացումը Տոմսերը թիկետ մի կետում են համեցեք Բարև ձեզ Այսօր ուզում եմ ցավակցել բոլոր նրանց ովքեր որ ճանաչել է կամ չի ճանաչել բայց հետևորդ է եղել Արմեն Հովհաննիսյանին մանավանդ իր ընտանիքին որ վաղաժամ գնաց Գիտեք իհարկե կարելի է ընկնել դավադրական թեորիաների մեջ հիմա ասել որ Նրա կարծիքը չէր համընկնում իշխանության կարծիքի հետ և դրա համար հազար ու մի ուրիշ բան կարելի է մտածել, բայց եկեք չընկնենք այդ ծայրահեղությունների մեջ, մարդը հիվանդ էր, ուներ շատ քրոնիկ հիվանդություններ, ես ոնց հասկացա ինձ ասացին և ցիտը չի դիմացել, ցավոք մահացել է, թույլ տվեք ցավակցել բոլոր հարազատներին, նաև մեզ բոլորից, որովհետև պակասեց ևս մեկ մտածող մարդ մեր հասարակությունում։ Իսկ մենք մտածող մարդկանց շատ մեծ կարիք ունենք, ընդհանրապես մարդկանց, ովքեր որ գրագետ են, ովքեր որ ունեն իրենց կարծիքը, եւ որոնց որ մենք լսում ենք։ Օրինակ, կոնկրետ ես միշտ հետևել եմ, նայել եմ համաձայնվելու կամ չհամաձայնվելու ինչ որ խնդիր չեմ ունեցել, որովհետև ինֆորմացված չեմ, ուղղակի զուտ որպես ինֆորմացիա լսում եմ բոլորին ու նաև իհարկե իրեն էի լսում եւ ինձ համար իհարկե մեծ կորուստ է պակաս է հիմա զուտ այն առումով որ այդ վերլուծությունները այդ ամենը այլևս չկա գիտեք Սենց մի բան կա մեր երկրում այսօր ստեղծված է մի այնպիսի վիճակ որ Էլի չընկնելով դավադրական թեորիաների մեջ, ուղղակի այսպես խոսենք այդ թեմայով, մի վիճակ, որ մտածող մարդը, սրտացավ մարդը, որը մանավանդ ինֆորմացված է եւ ավելին է զգում, քան հասարակ մարդիկ, ինչպես ասենք ես, շատ ավելի ծանր է տանում այդ ամեն ինչը։ Օրինակ խնդրեմ այսօր մի լուր լսեցի, մի օրենք, էլի իշխանությունը պատից ընկել եւ մի օրենք է հորինել, որ այսուհետ պետք է երեխաները գնան 6 տարեկանից դպրոց։ Ես ինքս 6 տարեկանից եմ հաճախել դպրոց, հետո ինձ դպրոցից հանեցին, որովհետև չէի ուզում սովորել, ուղղակի չէի հասկանում ոչ մի բան։ Եվ հետո գնացի 7 տարեկանում։ Ես իհարկե ուսման էտալոն չեմ, շատ այլ երեխաներ կային, որոնք որ 6 տարեկան էին գնում դպրոց, կային երեխաներ, որ 5 տարեկան են գնում, կան վունդերկինդներ, բայց ընդհանրապես որպես այդպիսին հոգեբանները, մանկավարժները տարիներ շարունակ նստել, մտածել են, որ երեխան պիտի 7 տարեկանից գնա դպրոց եւ ես շատ ու շատ հոգեբանների այսպես կարծիք եմ լսել, որ միջին այսպես բանով, եթե վերցնես, ապա 7 տարեկան ամենաիդեալական ուսում սկսելու ժամանակն է եւ այդպես է
երևի թե ամբողջ աշխարհում։ Բայց տեսեք, մեզ մոտ չկա նախապատրաստական եւ ոչ մի բան, ասենք մանկապարտեզներում երեխաներին չեն պատրաստում դպրոցին, չկա այն մթնոլորտը, հա, որ երեխան ուզենա սովորել ընդհանրապես եւ մեր մոտ շատ ու շատ բացեր կան եւ էլի լսել եմ, որ դե հիմա արդեն նոր ժամանակներ են, երեխեք ինտերնետում են, երեխեք ավելի բան գիտեն, քան մենք բոլորս եւ այսօրվանից եկեք սարքենք տարիքը 6 տարեկան եւ երեխեքին տանենք 6 տարեկան դպրոց։ Մանկավարժները դրա հետ համաձայն չեն։ Եվ այդ բեռը, որը որ դնված է մանկավարժների ուսերին, իրենք ասում են, որ անհաղթարելի է։ Ես որպես ուղղակի մասնագետին եմ լսում, հենց այդ կապը։ Ես չեմ որոշել, եթե մանկավարժները ասեն, որ օքեյ, եկեք 6 տարեկանից սկսենք, ես իհարկե համաձայն կլինեի եւ երեխային էլ ես էլ կտանեի կամ թոռանս կտանեի 6 տարեկանից, որովհետեւ դե այդպես ասում են մասնագետները, ուրեմն, բայց մեզ մոտ մասնագետներին լսել ընդհանրապես ընդունված չի, ես դա գիտեմ։ Խնդրեմ Սամվել Կարապետյան, որը որ հուշարձանագետ էր, վաղաժամ մահացավ քաղցկեղից, ամբողջ կյանքը պայքարելով մեր հուշարձանների ուսումնասիրության դաշտում, հա, չհամաձայնվելով շատ ու շատ բաների հետ, չհամաձայնվելով մշակույթի նախարարության հետ, չհամաձայնվելով եկեղեցու հետ։ Ну, վերջը մարդը, ասենք, մահացավ։ Կարեն հարևանն ես բարձրախոսում ես, ամեն անգամ զարմանում եմ։ Կարեն Վարդանյանը, հա, գիտենք, գիտնական մարդ էր, էլի չդիմացավ։ Գինոսյան Գագիկը եւ ասենք լավագույն, ասենք, մեր պայծառ գլուխներ, ուղղակի այս ամեն ինչին չեն դիմանում։ Ես այլ բացատրություն չունեմ։ Միշտ, գիտեք, պատերազմը միշտ տատս ասում էր, ասում հալալը կերտա, հարամը կմնա։ Ճիշտ էր ասում, անգրագետ կիներ, բայց շատ իմաստուն էր, եւ ընդհանրապես իմաստությունը գրագիտության հետ ոչ մի կապ չունի, եւ դա ժողովրդական իմաստություն է, խնդրեմ, պատերազմի ժամանակ մնացին ինչ հերոսներ մնացին մանվելի նման հերոսները, հա, որ Սերժ Սարգսյանը շատ լուրջ, ես վերջերս որ պրեսկոնֆերանս էր տալիս, ասեց, որ մանվելը, գիտեք ինչ էր մանվելը, այն մարդն էր, որ մտնում էր զորամաս, բոլորը արդեն ուրախանում էին, բոլորը սպասում էին, որ նա պիտի գա, որտեղ նա հերոս է, գիտեք ինչ, հերոսները անասունալով, ժողովուրդ, դա տենց է։ Ես չգիտեմ այսօրվա դրությամբ ես ինչպիսի մարդկային հատկություններ ուներ, ասեն, նույն Անդրանիկը, նույն ամենասին դրոն կամ որևէ այլ մարդ, հա, եւ հերոսին սրբացնել այդպես ասել, որ նա հերոս է եւ վերջ, դա ամենավերջի գործն է եւ մենք գիտենք, ես կոնկրետ մարդկանց եմ ճանաչում, որ տուժել են գեներալ Մանվելից, կոնկրետ դեպքեր գիտեմ, այլանդակ դեպքեր, բռնաբարությունների, այդ ամեն ինչը մենք գիտենք։ Եվ պատերազմից հետո մնում են նրանք, ոչ չեն մնում, ասենք, Գյորգիսյանները կամ Մելքոնյանները, նու եւ հազար ու մի, ասենք, ուրիշ, ասենք, հերոսները։ Չեմ ուզում ասեմ, որ նրանց բոլորին վերացրել են, թեպետ հնարավոր է, բայց այն մթնոլորտը, այն բանը, որ ստեղծվում է պատերազմի ժամանակ, որ իրենք առաջնագծում են միշտ, որ նրանք իրենք ամեն ինչ անում են ազնորած, բնականաբար զոհվում են իրենք։ Նույնն էլ քաղաքացիական դաշտում բոլոր մարդիկ, ովքեր որ մի քիչ նուրբ են, մի քիչ ավելի շատ են հասկանում, քան մենք բոլորս, մի քիչ ավելի շատ են նյարդայնանում եւ մի քիչ ավելի շատ են հասկանում, թե ինչ կարող է լինել հետո, նրանք չեն դիմանում, ուղղակի չեն դիմանում։ Հիմա այս նույն կրթական օրենքը քանի մանկավարժ, քանի մանկավարժության մասնագետներ հիմա իրենց շատ վատ կզգան։ Բազմաթիվ, որովհետև ամեն անգամ էքսպերիմենտների գնալը, ամեն անգամ ինչ-որ մի նոր բան օրինելը, մի նոր բան անելը, դա ստրես է։ Բնականաբար անգամ ռեֆորմները, խելոք ռեֆորմները, դա մեծ ստրես է ժողովրդի համար, որովհետև ռեֆորմը դա ինչ-որ բանի փոփոխություն է։
բայց երբ որ այդ ռեֆորմը լինում է անմիտ, անգրագետ, մասնագետների հետ բացարձակ չխորհրդակցված, դա լինում է պատոհաս, եւ այդ պատոհասը, հասարակ մարդիկ կարող է եւ չզգան, բայց նրանք, ովքեր որ դրա մեջ են, դա շատ լուրջ են զգում։ Շատ լուրջ են զգում եւ սկսվում է տենց ինչ-որ սելեկցիա է սկսվում, մնում են անտարբերները, մնում են կոնֆորմիստները, մնում են այս մարդիկ, որոնք որ առանձնապես մտահոգված չեն կամ միշտ ինչ-որ հույսեր ունեն կամ բան, իսկ այն մարդիկ, որոնք որ իսկապես սրտացավ են եւ սիրտ են տալիս այդ ամեն ինչին, իհարկե չեն դիմանում։ Հազար ափսոս իհարկե Արմեն Հովհաննիսյանին եւ գիտեք այն բացառիկ մարդկանցից էր բարձվում է որ անգամ այն դաշտից որը որ պատրաստակ Եվրոպա մեջ չեն այն դաշտից որ միգուցե եւ հին իշխանության հետ են կապված բան իրենք էլ են ափսոսում եւ ստատուսներից տեսնում են որ նա այն մարդն էր որը որ բոլորը մտահոգ են որ այդ մարդը այլևս չկա մեր դաշտում այնպես ինչպես Կարեն Վարդանյանի դեպքում այնպես ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում Եվ շատ ու շատ ուրիշների, որոնց անունը մենք ուղղակի չգիտենք։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի մթնոլորտ, որտեղ որ նորմալ մարդը, մտածող մարդը ուղղակի չի կարողանում ապրել։ Դա միշտ դժվար է, միշտ բոլոր երկրներում ամեն տեղ են փոփոխության ժամանակ, երբ որ փոխվում է ինչ-որ մի բան, շատ ու շատ զոհեր են լինում։ Բայց մեզ մոտ ինձ թվում է ինչ-որ մի ունիկալ ինչ-որ մի հատ վիճակ է, այդ ատելության մթնոլորտը, այդ զազրախոսությունը, այդ այլանդակությունը, որ ամեն ինչ այդ կռիվները, այդ ապօրինությունները, դատական համակարգի չգոյությունը, ոստիկանության այլանդակությունները, դու այդ ամեն ինչը բերում է նրան, որ նորմալ մարդ ուղղակի չի դիմանում։ Այդ նորմալ մարդկանց մի մասը, զգալի մասը արտագաղթում է, նրանք ովքեր որ ավելի ամուր են իրենց բանի մեջ, ասենք համոզմունքների մեջ, մնում են եւ ուղղակի դառնում են հաշմանդամ։ Ես չգիտեմ այդ վիճակը ինչպես կարելի է փոխել։ Երևի թե մենք իրար հանդեպ պիտի միշտ նուրբ լինենք, որովհետեւ Իշխանությունը այսօր կա, վաղը չկա, վաղը չգիտես թե ինչ կլինի, ամեն վայրկյան սպասում ենք ինչ-որ մի նոր ինչ-որ մի բանի, բայց մենք ինքներս մեզ հետ մեր հանդեպ պետք է մի քիչ նուրբ լինենք եւ ինչ-որ մեկին հայհոյելուց կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելուց պիտակ կպստեմ, պետք է մտածես, որ դու ոչ մեր այդ մարդուն ես հայհոյում, այդ մարդու բոլոր հետևորդներին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրանց լսում են, դու էլ չասած, որ մարդը ունի ընտանիք, երեխեք, բան ու եւ թոռներ եւ այլն։ Շատ վատ բան եղավ այսօր, որովհետև ես օրինակ կոնկրետ միշտ լսել եմ, նույն Կարեն Վարդանյանին լսել եմ, որը որ ռազմարտությունաբերության մասին էր խոսում, որը որ օրը մեջ ասում էր գնում է պաշտպանության նախարարություն, ասում էր, պահանջում էր, խնդրում էր, բաներ էր հայտնաբերում, հայտնագործում, բան եւ մեկի հոп այսօր չկա, դու մի ասա, հա, նույն Գագիկ Գինոսյանը, հա պայծառ մի դեմք էր, ու բացի որ պատերազմի մասնակից, ես ասեմ, որ դա ամենամեծ բանը չի, որ մարդիկ անում են, որովհետև պատերազմի մասնակցում են տարբեր մարդիկ։ Իմ այլի մանվելի օրինակը չբերեմ։ Խոսքը նրա մասին է, որ մարդը ունի բան, ողնաշար, մարդը ունի պետականամետ ու պետության վերաբերվող ինչ-որ մի կարծիք, կոնֆորմիստ չի, ուղղակի գիտնական չի, ուղղակի արվեստագետ չի, հա, թեպետ այդպեսին են պետք։ Եվ այդ մարդկանց չփայփայել եւ չգուրգուրելը ուղղակի բերում է սնանկության։ Դաշտը քանի գնում սնանկանում է, քանի գնում լավագույն տղեկը, այսպես ասած, հեռանում են։ 37 թվին լավագույն տղեկը հեռացան Ստալինի ձեռքով, մենք շատ մեծ կորուստներ ունենք, ասենք բանը, ցեղասպանությունը բան չխոսենք, դա արտարոց դեպքեր եւ իհարկե մաղվեցին բոլոր պայծառ ուղեղները, հենով որ սաղ մնաց, խեղվեց, ասենք Կոմիտասի նման, այդ մենակ Կոմիտասին գիտենք, այնքան մարդա գժվե հետո, չէ։ Վերցնենք, ասենք նույն, ասենք 30-ականները, երբ որ սովետական միությունը ուղակի մարդկանց, եթե ինքը չէր սպանում, ապա մարդիկ ուղակի ինքնասպան էին լինում, որովհետև չէին դիմանում այդ ամեն ինչին։ Եվ դա Ռուսաստանի շատ
բնորոշ է, հիմա տեսեք Ռուսաստանում ինչ է կատարվում, հա, բոլոր պայծառ ուղեղները, ասենք, կամ դառնում են բան, իդիոտ, կամ ուղղակի գնում են երկրից, կամ մահանում են, հա։ Եվ, ասենք, նույնն էլ մեզ մոտ, քանի որ մենք Ռուսաստանի ճուտն ենք, չնայած նրան, որ եվրոպական ինչ որ նկրտումներ ունենք Եվրոպայի միանալու, բայց ոչ մի քայլ չեն կարել, հա, մենք միևնույնն է այդ մոդելն ենք, հասարակության զարգացման այդ մոդելն ենք վերցնել, երբ որ նորմալ մարդը չի կարում ապրի, երբ որ նորմալ մարդը, իսկ ասեմ ես, նորմալ մտածող մարդու համար մենակ ուտել ու արտաթորելը չի, մենակ բազմանալը եւ բանը, ասենք, տուն տեղ ունենալը չի, որովհետև այդ բոլոր մարդիկ ովքեր որ ասեցին սոցիալապես նորմալ ապրող մարդիկ էին, բան չէին, աղքատ չէին, բան չէին, չգիտեմ ես իմ հանցագործներ չէին, կամ ես բան չէին, նորմալ ուղղակի հնարավոր չի ամբողջ օր մտածել, մտահոգ լինել, ասել եւ ամենասարսափելին լինել անտեսված։ Դա ամենավատ բանն է։ Ես որպես ուղղակի բեմի մարդ հասկանում եմ դա ինչ է, սարսափելի դժվար է խաղալ, ասենք, դատարկ դահլիճի առջև, կամ խաղալ մի հանդիսատեսի առջև, որը որ սեմիշկա չրտում թքում է, կամ ասենք իտնապորում մտել է հեռախոսի մեջ, անտարբերությունը, այդ կոմունիկացիայի բացակայությունը եւ զգալը, որ դու անպետք ես, դա ամենասարսափելի բանն է մտածող մարդու մասին։ Եվ մեր համակարգը, որ մենք ստեղծել ենք, մեր հասարակությունը, չէ որ իշխանությունը էլ հասարակությունը ստեղծել, չէ, որ պատիժ չի եկել իշխանությունը, Մարսից չի եկել։ Մեր այդ համակարգը ստեղծել է կենտրոնախույզ ինչ որ մի ուժ, որ լավագույն տղեկը հեռանում են կամ կյանքից կամ երկրից։ Շատ ափսոս բան եղավ իհարկե եւ ինչ ասեմ, ես գիտեք որ առանձնապես սենտիմենտալ մարդ չեմ եւ ես ուղղակի զգում եմ ոնց է մեր մեջքը կամաց թուլանում եւ մնում է ինչ որ տես մարդիկ որոնք որ պարլամենտում իրար վրա են թքում, շիշ են գցում, բան են անում, դատական գործերը, որ տարիներով գրում, պատկերացրեք մարդու դատական գործը տարիներով ձգվի, ասեք, այդ մարդը ինչ պետք է լինի, ասեք, այդ մարդը շիզոֆրենիա է ստանում հետո, հա, կամ այն անարդարությունը, որը որ կա մեր հասարակությունում, դա չէ որ դա բերում է ստրեսների, բերում է տարբեր հիվանդությունների եւ այն ամենանուրբը, այն ամենազգայունը այն ամենամաքուրն է, որ խոցվում է, այնպես ինչպես մեր հերոսները մարտի դաշտում ամենաառաջին իրանք ընկան, ինչի այսօրվա դրությամբ որ նույն Թաթուլ Կրպեյանը կամ Մոնթեն Մելքոնյանը մնային, ինչի խսենց կլներ, իհարկե ոչ։ Դե նույնն էլ ասենք կարելի ասել մեր այս տղեկի մասին, որոնք որ միգուցե պատերազմին չեն մասնակցել, բայց մեր ուղեղն էին, մեր սիրտն էին, եւ քանի գնում է մեր համ ուղեղն է պակասում, համ սիրտը։ Ափսոս եւ եւս մեկ անգամ թույլ տվեք ցավակցել մեզ բոլորիս։ Գրանցվեք ալիքից ժողովուրդ ջան։ Իմ բոլոր էջերին գրանցվեք, եկեք ներկայացումներից, գիտեք ես էլ անտարբերություն չեմ դիմանում, չեմ մանիպուլյացիա չանեմ, չեմ մեռնելու, իհարկե, բան չանեք, տենց առանձնապես չառիթավորվեք, միևնույն եմ գործը անելու եմ, եւ հեսա երևի թե վերջի ներկայացումս էստեղ ելնելու, որ ամսի 18-ին գալու եմ Երևան իմ սիրելի հանդիսատեսի մոտ, ու իմ ժողովրդի այն հատվածի մոտ, հանդիսատեսի այն հատվածի մոտ, որը որ մնացել է հայրենիքում։ Ես էլ կնոմ կեն ժողովուրդ ջան։